Տավուշի մարզում զինծառայության ընթացքում ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած Արտակ Նազարյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը վերջապես ստացվել է։ Մասնավորապես եզրակացության հետևության մեջ դատաբժիշկը նշում է, որ մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային թափանցող վիրավորումով։ Մուտքի անցքը տեղակայված է բերանի խոռոչում, ելքինը ձախ կողմնածոծրակային շրջանում։ Իրենք ինձ ստիպել են, որ ես այս դաժանությունը կարդամ, պիտի իրանք պատասխան տան։ Իրանք ինձ ստիպել են, որ ես կարդամ, պիտի իրանք պատասխան տան։ Գլխի շրջանում ստացված բազմաթիվ վնասվածքներից բացի, ըստ փորձաքննության եզրակացության Նազարյանը ստացել է նաև վնասվածքներ կենդանության օրոք, մահը վրա հասնելուց մինչև 6 ժամ առաջ, մասնավորապես ստորին ծնոտի եւ աջ բասկի շրջաններում, որոնք ըստ փորձագետի մահվան հետ պատճառական կապի մեջ չեն մտնում։ Հայտնաբերվել են նաև կրծքավանդակի ձախ կեսի, ձախ բասկի շրջանների արյունազեղումներ, ձախ ազրի քերծվածքներ, որոնք նույնպես ստացվել են կենդանության օրոք բութ առարկաների ազդեցությամբ մահվանից ոչ շատ առաջ։ Մի հատ առողջ տեղ չկա, մի հատ հլը նայեք, ես սաղ վերքերը գտնել եմ, կարմիր գրիչով բոլոր վերքերը, ստեղ նայեք, այդ երեսում էլ կա, ստեղ նայեք, այսքան հնարավոր է, ամեն դեպքում հարվածով, ինքը այս աջ կողմի հարվածից է մահացել, աջ կողմի հարվածից, իրանք անկենդան մարմնի վրա են կրակել, միլիոն անգամ եմ կրկնում։ Եզրակացության մեր ծանոթացման շրջանը, մեր ծանոթացման ընթացքում դատաբժշկական եզրակացության բազմաթիվ հարցեր մեզ համար մութ են մնացել, որի կապակցությամբ պատրաստում ենք լրացուցիչ հարցադրումներ։ Ես պահանջում եմ ոչ միայն գումարտակի հրամանատարին կանչել պատասխանատվության հավասար մյուսների հետ, այլև քննիչ Մադաքյանին բոլոր փաստերը խնջողելու, աղավաղելու ու մյուս թող պատասխան տա, ինչի այսպես տարել քննությունը։